Աստծուն։ Հալելույա։ Եկեք բացենք մեր ովքեր որ ունեն Աստվածաշունչեր կամ հեռախոսով, եկեք բացենք Աստծո խոսքը եւ կարդալու ենք մի քանի տեղեր։ Մի քանի տեղեր ենք կարդալու, որը որ հիմք կհանդիսանա այսօրվա մեր խոսքին։ Ուրեմն Եփեսացիս թուղթ 2:10, Եփեսացիս 2:10 Որովհետև նրա ստեղծվածն ենք Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ, որ նրանցում վարվենք։ Նրա ստեղծվածն ենք, Աստված մեզ ստեղծեց, Քրիստոս Հիսուսով հաստատեց, ինչի համար, բարի գործերի համար, որոնց համար Աստված առաջուց պատրաստեց մեզ։ Այսինքն գործեր, որ Աստված նախապես առաջուց սկզբից պատրաստեց մեզ համար, որ մենք այդ գործերի մեջ լինենք, որ մենք այդ գործերը կատարենք։ Դա ես կարծում եմ, որ մինչև մեր ծնվելն էր, մինչև մեր ստեղծվելն էր անգամ, առաջուց սկզբից Աստված պատրաստեց եւ հետո մեզ ստեղծեց եւ Քրիստոսով կանչեց ու հաստատեց, որպես իր ժողովուրդը, իր զավակներ, որպիսի մեզ մտցնի այդ բարի գործերի մեջ, իր ծրագրերի մեջ։ Եկեք մի ուրիշ տեղ կարդանք Տիտոսի գիրքը, Տիտոսի թուղթը 2-րդ գլուխ 14 խոսքը, Տիտոս 2:14, Տիմոթեոսից, 2-րդ Տիմոթեոսից հաջորդ թուղթն է, կարճ նամակը, Պողոս Առաքյալի նամակը, եւ 2:14-ը եկեք կարդանք։ Եվ իր անձը մեզ համար տվեց, որ մեզ ամեն անօրենությունից փրկի եւ սրբի, իրան համար հատուկ ժողովուրդ շինի, բարի գործերի նախանձավոր։ Այսինքն Հիսուսը, Քրիստոսը իր անձը մեզ համար տվեց ամեն անօրենություններից, որպիսի մեզ փրկի, որպիսի մեզ սրբի իր համար, սրբված դա ոչ թե միայն կատարյալ իմաստը ունի, սուրբ բառը, սրբված բառը իր բուն իմաստը էսա, առանձնացված։ Այսինքն Աստված մեզ իր անձը Քրիստոսը տվեց, մեզ փրկեց եւ մեզ սրբեց, այսինքն առանձնացրեց իր համար, որպիսի ինչ անենք, իր համար հատուկ ժողովուրդ շինի, բարի գործերի նախանձավոր ժողովուրդ, որը որ նախանձավոր է բարի գործերի համար։ Եկեք դեռ չենք ավարտել, մի քանի տեղել ենք կարդալու, Տիտոսի նույն թուղթը 3-րդ գլուխ, գնանք վերջին գլուխը, հաջորդ գլուխը, 3-րդ գլուխ 8-րդ խոսքը, 3:8 Ճշմարիտ է այս խոսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու, սրանք են բարի եւ մարդկանց օգտակար։ Պողոսը Տիմոթեոսին կոչ է անում Տիտոսին, որը որ նույնպես Պողոսի հոգևոր որդին էր կամ աշակերտը, որը որ նույնպես առաջնորդ էր մի ուրիշ եկեղեցում, եւ Պողոս Առաքյալը ասում է. ճշմարիտ է այս խոսքը եւ կամենում եմ, որ դու այս բաները հաստատես, այսինքն Աստծո ժողովրդի մեջ հաստատվի այս բաները, որ Աստծուն հավատացողները ջանք անեն բարի գործերի մեջ կենալու, այսինքն հարատևելու, մնալու, սրանք են բարի եւ մարդկանց օգտակար։ Եվ նույն գլխի մեջ կարդանք 14-րդ խոսքը, նույն գլխի 14-րդ խոսքը,
Բայց մերիններն էլ թող սովորեն, այսինքն մերինները Աստծո մերոնք, Աստծո ժողովուրդը ասում է, թող սովորեն բարի գործերի մեջ կենալ հարկավոր պիտույքների համար, որ անպտուղ չլինեն։ Ասում է թող մեր ժողովուրդը, Աստծո ժողովուրդը սովորեն բարի գործերի մեջ լինել կարիքների, այսինքն ստեղծված իրավիճակների ու կարիքները հոգալու, որպիսի անպտուղ չլինեն, այսինքն բարի գործերը մեզ պտղաբեր են դարձնում, բարի գործերը դա այն բարի պտուղներն են, որի մասին որ խոսում էր Հիսուսը, եւ վերջին տեղն էլ մի քիչ էլ համբերեք, վերջին տեղն էլ են կարդում, հալելույա, սա նաեւ մարզանք է, որպիսի Աստվածաշնչին ավելի լավ ծանոթանանք, հա, ցավոք սրտի, իհարկե ցավով եմ ասում, որ Աստվածաշունչը երբեմն ամբողջ շաբաթվա ընթացքում չի բացվում կամ շատ քիչ է բացվում։ Մատթեոս 5-րդ գլուխ 16 խոսքը Մատթեոս 5:16-ը սա Հիսուսի խոսքերն է, որ լեռան քարոզի ժամանակ ասեց. Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն եւ փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Այսպես լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն եւ ինչ անեն, փառավորեն երկնային հորը, փառավորեն երկնային հորը։ Եթե կռահեցիք, այսքան համարները խոսում էին մի կարևոր բանի մասին, որոնք որ բարի գործերն են։ Ամեն։ Եվ այսօր խոսելու ենք բարի գործերի մասին։ Իրականում մի բան, որը որ շատ կարևոր է, կհիշեք նախանցած կիրակի էր, եթե չեմ սխալվում, որ ես խոսեցի իմ պատգամիս մեջ վերջին օրերի մասին եւ որ վերջին օրերը նման են Նոյի օրերին, հա, մենք խոսեցինք այս թեմայով մի խոսք եւ այնտեղ ես հիշացրեցի Հիսուսի խոսքերը, որ ասում էր վերջին օրերին մարդիկ կլինեն Նոյի օրերի նման, այսինքն որ ամեն մեկը ինչ որ մի իր անձնական գործով, իր առօրյայով տարված էր, հա, մեկը ամուսնանում էր, մեկը կին էր առնում, մեկը մարդի էր գնում, մեկը չգիտեմ մի ուրիշ բան էր առնում, նաև մի Հիսուսը մի ուրիշ առակա պատմում դրա մասին, որ թագավորը հրավիրեց խնջույքի եւ ասում է մեկը ասեց Տեր կներես, բայց ես եմ առել, պիտի գնամ այդ եզս փորձեմ, մյուսն ասեց դաշտ եմ առել, հողատարածք եմ առել, պիտի գնամ այդ գործերով զբաղվեմ, այն մեկը ասեց ամուսնացել եմ, հա, եւ այսպես ամեն մեկը զբաղված էր իր ինչ որ անձնական, անհատական հոգսերով, իր կյանքով։ Եվ Հիսուսն ասում է, որ վերջին օրերի սերունդը նման կլինի սրան, գիտեք ինչ որ վերաբերվում է բարի գործերին, սա նույնպես մտնում է այդ վերջին օրերի սերունդի այդ մարդկանց մեջ, որովհետև իրականում Հիսուսը խոսում էր մի սերունդից, որը որ եսակենտրոն է, որը որ կենտրոնացած է իր վրա, որը որ անգութ է եւ անողորմ է եւ Պողոս առաքյալը նույնպես, երբ որ Տիմոթեոսին գրում է վերջին օրերում ինչպես են մարդիկ լինելու, այնտեղ նկարագրում է եւ մի քանի բառեր է ասում, այսպես նկարագրելով վերջին օրերի սերունդը եւ ասում է, որ մարդիկ կլինեն անգութ, այսինքն անողորմ, ողորմություն չեն ունենա, գութ չեն ունենա, այսինքն դիմացինի կարիքին անտարբեր կլինեն, հոգատարություն չեն ունենա դիմացինի հանդեպ, ընդհանրապես իրանց չի հետաքրքրի դիմացինի կարգավիճակը, ամեն, այնինչ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է եւ ասում է սիրիր ընկերոջդ, ում նման քո անձի նման, սիրիր ընկերոջդ քո անձի պես, որպես եթե պատվիրանները վերցնենք, որպես երկրորդ պատվիրան կամ որպես ամենակարևոր հիմնական, որ Հիսուսը ամբողջ Մովսեսի օրենքը այսպես
վերցրեց մեկ խոսքով, հա, այսպես ամփոփեց եւ ասեց սա է ամբողջ օրենքը ու մարգարեները. սիրի քո Տեր Աստծուն եւ սիրի ինքերոջդ քո անձի նման։ Եվ վտանգը նույնպես, ոնց որ ասեցի վերջին օրերի, որ սա է, այսինքն մարդիկ տարված են լինելու ամեն մեկը իրենցով։ Այնինչ Աստված մեզ կոչ անում, մենք կարդացինք այստեղ մի քանի համարներ Աստվածաշնչից, իրականում այդ համարները շատ ավելի շատ են, սիրելիներ։ Մի քանի տասնյակ կամ հարյուրավոր տեղեր կա Աստվածաշնչում, որտեղ որ խոսվում է բարի գործերի մասին։ Ես վերցրել եի ուղղակի մի քանիսը, որպեսզի մենք հասկանանք ինչքան կարևորություն է տալիս Աստծո խոսքը բարի գործերին։ Եվ այսօր ուզում եմ մի քիչ ավելի խորը գնանք, մի քիչ ավելի մեր միտքը կարծես արթնանա այս ուղղությունով, որովհետև դա շատ կարևոր է։ Գիտեք, Քրիստոսի շնորհքի հայտնությունը, Աստծո շնորհքի հայտնությունը, որի մեջ որ մենք հասկանում ենք, որ մենք շնորհքով ենք փրկված, եւ Եփեսացիս թղթում ասում է, որ մենք շնորհքով ենք փրկված հավատքի միջոցով, եւ դա ասում է մեր գործերից չի, որpիսի ոչ ոք չպարծենա, այլ դա Աստծո շնորհքն է։ Եվ սա իրականում շատ հրաշալի հայտնություն է։ Իմ համար դա երևի թե Աստվածաշնչի ամենակարևորագույն հայտնություններից մեկն է, եթե ոչ ամենակարևորը։ Եվ դուք գիտեք, որ այս բեմից շատ քարոզվում է Տիրոջ շնորհքի մասին։ Ամեն որտեվ սա շատ կարևոր է մեր կյանքերում, բայց գիտես, սրա մեջ կա վտանգ, երբ որ շնորհքը սխալ է հասկացվում, երբ որ շնորհքը սխալ է ընկալվում, Աստծո շնորհքը, որովհետև մենք կարդում ենք Աստվածաշնչում կամ շնորհքի մասին լսելով, մենք եթե սխալ ենք հասկանում շնորհքը, մեզ թվում է թե այլ գործերը կարևոր չեն, որովհետև փրկությունը սենց թե ընենց մեր գործերի հետ կապ չունի։ Եվ Աստծո խոսքը հենց այտենց էլ ասում է, ձեր գործերի հետ կապ չունի փրկությունը։ Այսինքն դա ձեր բարի գործերից չի, դա ձեր ջանքերից չի, դա ձեր արժանիքներից չի, դա նվեր է։ Ամեն։ Աստված ուղղակի իր սիրտը այնքան մեծ է, իր սերը այնքան մեծ է, որ փրկությունը նվեր տվեց մեզ։ Անկախ մեր արժանիքներից, անկախ մեր գործերից, անկախ մեր ամեն ինչից, դա նվեր է, պարգև է, շնորհք է։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ մենք սխալ ենք սա հասկանում, մեզ թվում է թե եթե մեր գործերի հետ կապ չունի փրկությունը, ուրեմն այդքան էլ կարևոր չեն գործերը։ Մեկը, եթե ես իմ բարի գործերով չեմ փրկվելու, մենք այսպես սխալ ուսմունք ենք մեր մեջ կառուցում երբեմն ու մտածում ենք, որ բայց ինչի համար պիտի բարի գործեր անեմ կամ ինչի համար պիտի ջանք անեմ ընդհանրապես բարի գործեր անելու, եթե փրկության հետ կապ չունի։ Մեկը փրկված եմ, ամեն բան լավ է, Հիսուսի արյունը իմ վրա է, Հիսուսը խաչի վրա զոհվել է իմ համար, իմ անունը արդեն կյանքի գրքում գրված է։ Մնացածը ինչ կարիք կա, որ ես բարի գործեր անեմ կամ ջանք անեմ կամ մտահոգվեմ դրանով։ Բայց գիտեք, ամբողջ բանը նրանում է, որ մենք բարի գործեր անում ենք, որովհետև փրկված ենք։ Եվ ասեմ, փրկությունը սենց մի բան չի, որ ուղղակի Աստված երկնքում բացում է կյանքի գիրքը ու ընտեղ քո անունի կողքը մի հատ սենց պծիճկա է դնում ու ասում է, գիտես, դու փրկված ես։ Այտենց չի, սիրելիներ։ Փրկությունը դա էության փոփոխություն է։ Երբ որ մարդը փրկվում է, իր էությունը փոխվում է, ամեն։ Ես այս վերջին ժամանակները շատ եմ խոսում սրա մասին, որովհետև սա կարևոր հայտնություն է։ Մարդու փոփոխությունը, Աստված մեզ նոր մարդ է դարձնում, նոր արարած, նոր սիրտ է տալիս, նոր միտք է տալիս։ Եվ Աստծո խոսքը ասում է, հները քանդում եմ, նորն եմ կառուցում։ Ամեն։ Կվերցնեմ ձեր հին սիրտը եւ նոր սիրտ կտամ ձեզ, որտեղ որ դրված են իմ կամքը, իմ խորհուրդները, իմ նպատակներն են այնտեղ դրված։ Այսինքն փրկությունը դա ուղղակի Աստծո գրքի մոտ ինչ որ սենց
պծիչկա դնել չի, փրկությունը դա քո էության փոփոխությունն է, ամեն, մարդու էությունը փոխվում է, երբ որ ինքը լիարժեք հասկանում է, որ Քրիստոս խաչվել է, գինա վճարը իր համար, և ինքը փրկված է, և հետևաբար տեսեք գործերը, բարի գործերը մեր փոխված էության հետևանքներն են, ամեն, երբ որ մեր էությունը դեռ չար էր կամ մենք առանց Քրիստոսի էինք, մենք ունեինք գործեր, այդպես է թե չէ, և շատ ժամանակ մեր գործերը մեծամասնությամբ ավելի չար էին, քան թե բարի, այսինքն մեր հին էությունը իրան ցույց էր տալիս իր կատարած գործերով, այդպես է թե չէ, և նույն ձևով էլ մեր նոր էությունը իրան պետքա ցույց տա իր կատարած գործերով, դրա համար Հիսուսն ասում էր ծառի արմատը բարի արեք և պտուղը բարի կլինի, ծառի արմատը չար արեք և պտուղը չար կլինի, այսինքն երբ որ արմատը էությունը փոխվում է, մեզանից ինքստինքյան պետքա բխեն այդ բարի պտուղները, գործերը, և չի կարա մարդը ասի, որ ես փրկված եմ, բայց անտարբեր ու անհոգ լինի բարի գործեր կատարելու համար, որովհետև սրանք իրար հետ շահկապված են, մենք կարդացինք տարբեր տեղեր, որտեղ որ ասվում է, Աստված մեզ ստեղծեց, Աստված մեզ ընտրեց, Աստված մեզ կանչեց Քրիստոսով, մեզ սրբեց, իր հատուկ ժողովուրդը շինեց, որպեսզի մենք մնանք, հաստատվենք կամ մտնենք այն գործերի մեջ, որ Աստված նախապես, նախօրոք պատրաստել է մեր համար, ամեն, և երբ որ մենք կարդում ենք Գաղատացիս թուղթը, այնտեղ խոսում է հոգու պտուղների մասին, այնտեղ խոսվում է մարմնի պտուղների կամ մարմնի գործերի մասին 5-րդ գլխում և 5-րդ գլխի վերջում 22-րդ խոսքից խոսվում է հոգու գործերի կամ հոգու պտուղների մասին, և գիտեք հոգու պտուղներից մեկը բարությունն է, հոգու պտուղները դա Աստծո բնավորության գծերն են իրականում, որ Սուրբ Հոգով Աստված դրել է մեր մեջ, մենք կարդում ենք, հոգու պտուղն է սեր, խաղաղություն, բարություն, հավատք, ժուժկալություն և այնտեղ էլի մի քանի բաներ, սա Աստծո բնավորության գծերն են, որ Աստված դրել է մեր մեջ իր հոգով, և այդ բնավորության գծերից կամ այդ գեներից մեկը Աստծո գեներն են ավելի շուտ, այդ գեներից մեկը բարությունն է, և Աստված իր հոգով, երբ որ մեր էությունը փոխվեց, իր բարությունը դրեց մեր մեջ, այսինքն մեր արմատը, ծառի արմատը բարի դարձրեց, որպեսզի մեր պտուղները բարի լինեն, հետևաբար երբ որ մենք բարի գործեր ենք անում, մենք ուղղակի ցույց ենք տալիս հոր էությունը, որը մեր մեջ է, հոր գենը, որը մեր մեջ է, ինքը սկսում է իրան ցույց տալ, ամեն, բարի գործերով մենք ցույց ենք տալիս ինչպիսին է մեր հայրը, բարի գործերով մենք ներկայացնում ենք երկնային հորը, հալելույա, մենք որպես որդիներ կանչված ենք ներկայացնելու հորը, դրա համար Հիսուսն ասում է ձեր բարի գործերը կտեսնեն և կփառավորեն հորը, որ երկնքում է, ձեր երկնային հորը, այսինքն մենք որպես որդիներ ունենք պատասխանատվություն մեր հոր էությունը ներկայացնելու և հոր էություններից գեներից մեկը դա բարությունն է, ամեն, հալելույա, եկեք գնանք առաջ, գիտես, շատ ժամանակ սիրելիներ մենք քրիստոնյաներս փորձում ենք մարդկանց ավելի շատ ցույց տալ մեր սրբությունը, որը որ վատ չի, որը որ պետք է, բայց շատ ժամանակ մարդիկ այդքան էլ հետաքրքրված չեն մեր սրբությունով, ինչքան որ մեր բարությունով։
Մենք կանչված ենք աշխարհին ավելի շատ ցույց տալու մեր բարությունը, քան թե մեր սրբությունը։ Ամեն։ Աշխարհը այսօր կարիք ունի բարություն տեսնելու։ Երբ որ դու միացնում ես լուրերը, ամեն օր արթնանում ես ու միացնում ես լուրերը, մեծամասնությամբ, այսինքն եթե ոչ բոլոր լուրերը, միայն վատ բաներ ես լսում, հա? Եվ Աստծո խոսքը ասում է, որ վերջին ժամանակներում խավարը կպատի ազգերին։ Խավարը, այսինքն չարությունը, դիվային ներկայությունը կպատի ազգերին, այսինքն ժողովրդին, մարդկանց։ Եվ աշխարհի մեջ կարծես այդ Աստծո բարության դիֆիցիտը կա այսօր։ Ամեն։ Աշխարհը ուզում է, կարիք ունի տեսնելու Աստծո բարությունը։ Գիտես, շատ ժամանակ մենք ուզում ենք ցույց տանք մեր սրբությունը։ Հա, մենք շատ լավ է սիրելիներս, որ մենք չենք ծխում, չենք խմում, շնություն չենք անում, չգիտեմ, ինչ որ տարբեր հարցերում արդար ենք, հա, այդ ամեն ինչը բարի է, դա հզոր է։ Բայց գիտեք, որ կան նույնպես ուրիշ կրոնների մարդիկ, որոնք որ այդ բաները չեն անում նույնպես։ Կան Եհովայի վկաներ էլ, որ չեն անում այդ բաները, մորմոններ կան, շեղված հավատքի մարդիկ կան, որ այդ բաները չեն անում, բուդդիստներ էլ կան, որ այդ բաները չեն անում, մուսուլմաններ էլ կան, որ այդ բաները չեն անում։ Այսինքն բոլոր կրոններից կարաս գտնես մարդիկ, որ այդ բաները չեն անում։ Բայց աշխարհը այսօր կարիք ունի ավելի շատ տեսնելու մեր բարությունը, որ Աստծո բնավորության գիծն է, ամեն։ Մեր բարությունով մենք կարող ենք ազդեցություն թողնել մարդկանց վրա ավելի շատ, քան թե մեր սրբությունով։ Մեր սրբությունը դա Աստծո համար է։ Մեր սրբությունը Աստծուն է պետք, Աստծո առաջ է, բայց մարդկանց պետք է մեր բարությունը։ Եվ աշխարհը այսօր կարիք ունի տեսնելու մեր բարի գործերը, մեր բարությունը։ Մարդկանց սրտերը փոխվում են տեսնելով իմ ու քո մեջ Տիրոջ բարության պտուղը, բարի գործերի պտուղը։ Ամեն։ Հալելույա։ Տեսեք, ում են ընդհանրապես ուղղված մեր բարի գործերը։ Մենք միգուցե այսպիսի մտածելակերպ ունենք, որ մեր հարազատներին, մեր բարեկամներին, մեզ մոտիկ մարդկանց, ովքեր որ մեր հանդեպ են սրտացավ, իհարկե մենք ավելի հեշտությամբ ենք կարողանում բարի գործեր դրսևորել, բարի գործերը ցույց տալ, եւ սա շատ լավ է, սա բարի է, բայց Աստված ավելի լայն է ուզում այդ ամենը տեսնի։ Աստված ուզում է, որ մենք ավելի լայն տեսնենք, ամեն, մեր տեսադաշտը, մեր տեսահորիզոնը ավելի լայն լինի։ Մենք կանչված ենք մեր բարությունը ցույց տալ, անգամ միտեղ Հիսուսն ասեց, ինչով եք ավել մեղավորներից, որոնք որ բարիք են անում իրանց բարիք անողներին։ Այսինքն, անգամ մեղավորները, անգամ Աստծուն չունեցող մարդիկ, անգամ, չգիտեմ, վատ մարդիկ գիտեն բարություն անել նրանց, ովքեր որ իրենց սրտին հարազատ են, ովքեր որ իրանց բարիք են անում։ Բայց Հիսուսն ասում էր, կա ավելի բարձր մակարդակ, երբ որ դու գիտես բարություն անել օտարին, երբ որ դու գիտես բարություն անել մեկին, ով քո հետ կապ չունի, բարություն անել մեկին, ով միգուցե ըստ քեզ այդքան էլ արժանի չի։ Հա, Հիսուսը կարծես մեր մակարդակ ուզում ավելի բարձրացնի եւ ավելի նմանեցնի հորը, որովհետեւ հայրը բարություն արեց նրանց, ովքեր որ արժանի չէին։ Եվ այդ նրանց մեջ ես ու դու էինք։ Ամեն։ Աստված բարություն արեց մեզ, երբ որ մենք արժանի չէինք նրան։ Երբ որ արժանի չէինք նրա սիրուն, որտեվ Աստծո խոսքը ասում է, որ մենք բոլորս թշնամիներ էինք Աստծուն։ Բայց Աստված մեզ տեսավ, գտած, երբ որ մենք մեղքի մեջ աղտոտված էինք, եւ Տերը Տիրոջ գութը շարժվեց, Աստծո սերը շարժվեց մեզ հանդեպ, եւ Աստված տվեց իր որդուն, զոհաբերեց իր որդուն մեզ համար։ Այսինքն Աստված բարություն դրսևորեց մեզ, երբ որ մենք ընդհանրապես արժանի չէինք։
եւ շարունակում է իր բարությունը դրսևորել մեզ։ Ամեն։ Եվ դրա համար Հիսուսն ուզում է կարծես մեր Աստված պաշտության, մեր հոգևոր լինելու կամ մեր բարի լինելու մակարդակը մի քայլ ավելի առաջ էսպես բրդի։ Որ դու կարող ես տեսնել ավելի լայն, դու կարող ես բարիք անել նրանց, ովքեր որ միգուցե օտար են, միգուցե արժանի չեն քո աչքերով, հա, քո սրտին միգուցե արժանի չեն, բայց դու կարող ես բարություն անել եւ այդ ժամանակ վարձ կունենաս երկնքում։ Հալելույա։ Մենք պետք է տարբերենք սիրելիներս։ Ես ասացի, որ փրկությունը գործերով չի, մենք գործերով չենք փրկվում։ Ընդհանրապես կապ չունի մեր գործերի հետ, բայց համար մեկ մենք բարի գործեր պիտի ունենանք, որովհետև դա մեր էությունն է, որովհետև Աստված փոխել է մեր սրտերը։ Եթե մենք իրապես ընդունել ենք Տիրոջից նոր կյանքը, նոր սիրտը, այդ նոր ընթացքը, ուրեմն մենք պետք է նաև իմանանք, որ մեր գործերը պիտի փոխվեն։ Ամեն։ Եվ համար երկուս, մենք պետք է գիտենանք, որ բարի գործերով մենք վարձք ենք հավաքում Աստծո մոտ։ Մենք վարձք ենք դիզում երկնքում։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ անգամ մեկ բաժակ ջուրը, որ դու կտաս ինչ-որ մեկին, դա Աստծո մոտ չի մոռացվի։ Եվ Աստծո հիշատակի գրքում կգրվի։ Մենք կարդում ենք տարբեր տեղեր, օրինակ Գործք առաքելոցում կարդում ենք մի տեղ, որտեղ որ Աստծո հրեշտակը այցելում է Կորնելիոսին, ով որ հեթանոս էր։ Իդեպ առաջին հեթանոս ընտանիքն էր, որ փրկվեց Հիսուսի խաչից եւ հարությունից հետո։ Կորնելիոսի ընտանիքը սկիզբ եղավ հեթանոսների փրկությանը։ Այն հեթանոսներ, որը որ մենք էլ էինք համարվում ժամանակին։ Եվ Աստծո հրեշտակը այցելեց Կորնելիոսին եւ գիտես առաջին բանը ինչ ասեց։ Ասեց քո աղոթքները եւ քո ողորմությունները բարձրացան Տիրոջ մոտ հիշատակի համար։ Քո աղոթքները եւ քո ողորմությունները, այսինքն ողորմությունները դա բարի գործերն էին։ Քո բարի գործերը եւ քո աղոթքները բարձրացան Տիրոջ մոտ հիշատակի համար։ Եվ Աստված ինձ ուղարկեց, որ քո ընտանիքի միջոցով հեթանոսների փրկությունը սկսվի։ Սա մի կարևոր բան է, այսինքն մենք տեսնում ենք, որ մենք գործերով չենք փրկվում, բայց գործերով մենք գանձ ենք հավաքում երկնքում։ Եվ սրա մասին Հիսուսն ինքն էլ խոսում էր եւ ասում էր. ձեր գանձերը հավաքեք երկնքում, որտեղ որ ոչ ցեցն է ուտում, ոչ ժանգն է ուտում, ոչ գողն է գողանում։ Այսինքն սա շատ իրական է, որ երկնքում մենք գանձեր ենք հավաքում։ Գիտեք, ինչպես որ երկրի վրա Աստվածաշունչը ասում է, որ մարմնավորը հոգևորի շողքն է, շուքն է։ Ինչպես որ երկրի վրա մարդիկ ջանք ու երանգ չեն խնայում, աշխարհը ջանք ու երանգ չի խնայում գանձեր դիզելու երկրի վրա։ Եվ սրա մեջ նույնպես ես չեմ ուզում, որ մենք սխալ մտածելակերպ ունենանք։ Մեղք չի, սխալ չի երկրի վրա գանձեր ունենալը։ Բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է գիտակցենք, որ այն ինչ որ երկրի վրա է, ինքը ժամանակավոր է, այն ինչ որ նյութական է, ինքը մաշելու հատկություն ունի։ Որովհետև գոյություն ունի հավիտենական ճշմարտություններ։ Եվ Հիսուսն ասում է, ավելի շատ կենտրոնացեք նրա վրա, որ ձեր գանձերը երկնքում լինի, որովհետև ընտեղ հաստատ չի մաշելու, չի փտելու, չի ժանգոտելու եւ գողերն չեն գողանալու։ Հալելույա։ Եվ հայտնության գրքում ասում է, որ երբ որ խոսում է սուրբերի մահվան մասին, Աստծո ժողովրդի մահվան կամ երկինք գնալու մասին, ասում է, որ նրանք գնացին եւ նրանց գործերը նրանց հետևից գնացին։ Ինչքան հզոր է սա։ Կա մի այսպիսի հայտնի խոսք, չէ, որ ասում ենք մենք մերկ ենք եկել աշխարհ եւ մերկ էլ կգնանք այստեղից։ Իրականում ինչ որ միտեղ ճիշտ է, բայց ինչ որ միտեղ այս խոսքը ես համաձայն չեմ այդքան այդ խոսքի հետ,
Որովհետև Աստծո խոսքը ասում է, որ կա մի բան, որ մենք մեր հետ ստեղից տանում ենք, դա մեր գործերն է։ Դու ստեղից կարաս տանես հետդ երկինք քո գործերը։ Նրանք ասում է գնացին եւ նրանց գործերը նրանց հետևից գնացին։ Մեր բարի գործերը կգան մեր հետևից։ Հալելույա։ Եվ այն ինչ որ դու ստեղ անում ես, բոլոր բարի գործերը որ դու անում ես, Աստծո հիշատակի գրքում դրանք գրանցվում է, գրվում է սիրելիս։ Հալելույա։ Փառք մեր Տիրոջը, ամեն։ Եվ ես ու դու ունենք հրաշալի հնարավորություն ընտեղ երկնքում գանձեր ունենալու, որ երբ որ դու կլինես Աստծո առաջ, հրեշտակները քեզ բերեն ու ներկայացնեն քո երկնային հաշվեհամարը, ու դու գլուխդ չկախես, ես գլուխս չկախեմ, եւ մենք տեսնենք, որ ընտեղ, չգիտեմ, միլիոններ կան, հալելույա, հալելույա, երկնքի կյանքը, հոգևոր կյանքը, սիրելներս, շատ իրական է, այնտեղ ես հավատում եմ այսպես Աստծո խոսքի վրա հիմնվելով, որ եթե շատ ժամանակ նկարներից տեսել ենք, որ ընտեղ, չգիտեմ, սենց առյուծների կողքը մենակ նստած ենք խոտերի մեջ, ծաղիկների մեջ, այդքան էլ տենց չի։ Հիսուսը խոսում ասում է երկնքի արքայությունում սեղան կնստենք, հաց կուտենք, գանձ կունենանք ընդեղ, եւ տարբեր այսպես, գիտես, քիչ է խոսվում երկնքի մասին, այսպես դետալների մասին, բայց կա որոշ խոսքեր, որ դու կարաս գաղափար կազմես, որ ընտեղ կա ռեալ կյանք, ոնց որ երկրի վրա է։ Հա, այսինքն Աստծո նպատակը այն չի, որ մենք գնանք այդ դաշտերում, այգիներում, սենց առյուծների հետ ու չգիտեմ, ինչ որ բաների հետ սենց ման գանք, ամբողջ հավիտենության մեջ։ Այլ այնտեղ կա կյանք, հրաշալի կյանք, եւ իզուր չի, որ Հիսուսն ասում է գանձեր դիզեք երկնքում, որովհետև այդ գանձերը քեզ այնտեղ պետք են գալու։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն մենք չենք փրկվում մեր բարի գործերով, բայց մեր բարի գործերը գանձ են շինում երկնքում մեզ համար։ Հալելույա։ Եվ սա հրաշալի է, սիրելիս։ Դրա համար ես հարցրեցի, ում համար են կանում մեր բարի գործերը։ Գիտես, կապ չունի ում համար են կանում մեր բարի գործերը։ Որովհետև եթե մենք սովոր ենք միայն բարի գործեր անելու մեր հարազատներին, ծանոթներին, մեր սրտի հարազատ մարդկանց, դա հրաշալի է, բայց ես ասացի Աստված ավելի հեռուն է ուզում մեզ տանի, եւ կապ չունի, որ դու անգամ մի անարժանի, անգամ օտարի, անգամ անծանոթի համար, երբ որ դու մի բարի բան ես անում, այնպես չի, որ քո վարձքը չի հավաքվում այնտեղ, ասեմ ավելին, ավելի շատ է այնտեղ հավաքվում, որովհետև դու ավելի դժվար մի բան ես անում, որովհետև քո սրտակից մարդուն հեշտ է բարիք անելը, բայց օտարին մի քիչ ավելի դժվար է, անարժանին ավելի դժվար է, բայց դրա համար երկնքում քո գանձը ավելի ճոխ է լինում, ավելի մեծ է լինում, ամեն, որովհետև դու ավելի մեծ ջանք ես այստեղ ներդնում, այդ գործը անելու համար, այնպես որ կապ չունի մենք ում ենք անում, մի մտածի, որ բարի գործերը ուղղված են մենակ քեզ սրտակից մարդկանց, սկսի ավելի լայն տեսնել, ամեն, բարի սամարացու առակը կհիշեք, որ Հիսուսը պատմեց, եկավ իր ազգակիցը, ոչինչ չարեց, քահանան անցավ, ոչինչ չարեց, բայց եկավ մեկը, որ օտար էր, եւ տեսավ սամարացուն ընկած վերքերի մեջ եւ վերցրեց ու հոգ տարավ, մեկը, որ օտար էր, չէր ճանաչում, իր ազգակիցը անցավ անտարբեր եղավ, բայց օտարը անցավ եւ վերցրեց ու խնամք տարավ, այսինքն մենք կանչված ենք բարին ցույց տալու, դրսևորելու նրանց, ովքեր որ դրա կարիքը ունեն, անկախ ամեն ինչից, ամեն, առանց նաեւ սպասումների,
առանց ակնկալիքների, առանց հետին մտքերի։ Գիտես, սա է կարևորը, երբ որ մենք բարի գործեր ենք անում։ Մենք չպետք է սպասումներ, ակնկալիքներ կամ հետին մտքեր ունենանք, սիրելիներ։ Աստված ուզում է, որպեսզի ուղղակի դու տաս։ Ասում է, բաց թող քո հացը ջրերի երեսին, ջրերի վրա, եւ նրանք կպտտվեն ու նորից կգան քեզ մոտ։ Ամեն։ Բաց թող քո հացը ջրերի երեսին։ Մի ունեցի, Հիսուսն ասում է, երբ որ խնջույք ես անում, հրավիրի այն մարդկանց, որոնք որ հետո քեզ չեն կարա հրավիրեն։ Այդ հնարավորությունը չունեն իրանք էլ քեզ պատասխանը տալու։ Ամեն։ Երբ որ բարիք ես անում, ավելի շատ բարիք արա նրանց, ովքեր որ հնարավորություն չեն ունենա քեզ վերադարձնելու։ Սրա մեջ է օրհնությունը, սիրելիս։ Ամեն։ Աստված մեզ սովորացնում է բարիք անելու, այսինքն սպասումներ մի ունեցի։ Որովհետև երբ որ դու սպասում ունես բարիք անելուց, որպեսզի պատասխան տրվի քեզ, այդ պատասխանը հենց դառնում է քո վարձքը արդեն։ Հասկանում եք, եւ դու կորցնում ես քո երկնային վարձքը, որովհետև դու սպասում ես երկրի վրա պատասխանի եւ վարձքի եւ քո վարձքը տրվում է քեզ։ Բայց ավելի զորավոր է, երբ որ դու կարողանում ես անել առանց սպասումի, առանց պատասխանների։ Այդ ժամանակ Աստված ասում է քեզ պատասխան չտրվեց այստեղ, բայց հանգիստ եղի, ես քո համար ունեմ քո պատասխան վարձքը երկնքում է, ինձ մոտ է, ապահով ձեռքերի մեջ է։ Ամեն։ Եվ ինձնից կստանաս եւ երկրի վրա եւ երկնքում։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ Աստված կանչել է, սիրելիներս, եկեղեցին, Աստված կանչել է, որպեսզի եկեղեցին լինի բարի գործերով լցված։ Ամեն։ Եկեք մի տեղ կարդանք, մի ուրիշ տեղ։ Գործ Առաքելոց 10:38 եկեք կարդանք։ Գործ 10:38 Հալելույա։ Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Այն Հիսուսին, որին Աստված օծեց Սուրբ Հոգով եւ զորությունով, ասում է ինչ արեց, ման եկավ բարիք անելով։ Ման եկավ բարիք անելով։ Հալելույա։ Ասա բարիք անելով։ Հիսուսը ման եկավ բարիք անելով։ Եվ գիտես ինչն է այստեղ հետաքրքիր, որ Աստված Հիսուսին օծեց, Հայրը Հիսուսին օծեց Սուրբ Հոգով եւ զորությունով։ Շատ ժամանակ մենք մտածում ենք, որ օծությունը դա միայն մեռելներին հարություն տալու համար է, օծությունը միայն հիվանդների վրա ձեռք դնելու, բժշկելու համար է։ Մտածում ենք օծությունը լավ քարոզելու համար է, լավ երգելու, փառաբանելու համար է, չգիտեմ ինչ որ ուրիշ ավելի սենց սուպեր հոգևոր բաներ անելու համար է գերբնական, բայց նույնպես օծությունը նրա համար է, որ մեզ օգնի բարիք անել։ Ամեն։ Աստված Հիսուսին գրված է օծեց Սուրբ Հոգով եւ զորությունով, եւ Հիսուսը ման էր գալիս։ Մատթեոս ավետարանն ասում է քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, տեղից տեղ շրջում էր բարիք անելով։ Հիսուսը բարիք անելով, նույնպես նաեւ սատանայից հարստահարվածներին ազատելով։ Այսինքն Հիսուսը բժշկում էր, ազատագրում էր, գերբնական բաներ էր անում, բայց նույնպես բարիք էր, բարի գործեր էր անում։ Ամեն։ Բարի գործեր էր անում։ Նա նույնպես մխիթարում էր սքավորներին, նա բարձրացնում էր սրտով կոտրվածներին, նա կերակրում էր սովածներին, խմեցնում էր ծարավներին, նա օգնում էր, հագցնում էր, այսինքն Հիսուսը բարի գործեր էր նույնպես անում, սիրելիս։ Օծությունը միայն այսպես
գերբնական հոգևոր բաներ անելու համար չի։ Օծությունը մեզ տրվել է նույնպես բարիք անելու համար։ Ամեն։ Եվ գիտես, մի ուրիշ հրաշալի խոսք կա ավետարաններում մի քանի տեղեր, որ կարդում ենք, որ Հիսուսն ինքը ասում է գութս շարժվում է։ Օրինակ, երբ որ այն 5000 ժողովուրդը հավաքված էին եւ Հիսուսը քարոզում էր, ավետարանն էր տալիս, այնտեղ երբ որ արդեն մի քանի օր էր անցել, Հիսուսը աշակերտներին կանչեց ու ասեց. տեսնում եմ այս ժողովրդին, որ սոված են եւ գութս շարժվում է։ Եկեք կերակրենք նրանց։ Հալելույա։ Ինչքան հզոր է, Հիսուսը միայն Աստծո խոսքը քարոզիչ չէր։ Միայն Աստծո խոսքի քարոզիչ չէր, Հիսուսը նույնպես գիտեր ֆիզիկապես հոգալ մարդկանց ֆիզիկական կարիքները։ Եվ այս խոսքն է ուղղակի իմ դուրը շատ գալիս, որտեղ որ ասում է Հիսուսը ասեց գութս շարժվում է։ Եվ մի ուրիշ շատ տեղերում գրված ասում է Հիսուսը տեսնելով գթած։ Հիսուսը այս ինչ բանը տեսնելով գթած։ Գիտես մի բան, որ այսօր մարդկանց մեջ պակասել է շատ, գութը, ողորմությունը, գութը։ Եվ դրա համար Պողոս ասում է վերջի ժամանակներում մարդիկ կլինեն անգութ, անողորմ։ Բայց Աստված իր գենը դրել է մեր մեջ, որպեսզի եկեղեցին լինի գթած, ամեն, եւ Աստված ուզում է, որ իր գութը այսօր եւս մեր ներսում, մեր սրտերում բարձրացնի սիրելիներս, որ մենք լինենք ոչ թե միայն ավետարանը քարոզող մարդիկ, ոչ թե միայն երկնքի մասին պատմող մարդիկ, այլ Աստված նաեւ մեր գութը շարժի մարդկանց կարիքները տեսնելով, հա, երկրի վրա մեզ շրջապատող տարբեր կարիքներին ուշադրություն դարձնող, սրտացավ լինող։ Ես կասեմ ավելին, ամենալավ ավետարանի քարոզչության ձևը, որը որ մարդկանց սրտերին կպնում է, դա Աստծո գութը ցույց տալն է, այսինքն բարի գործերը ցույց տալն է, դրսևորելն է։ Գիտես, դու կարող ես ժամերով քարոզել մարդուն եւ այդքան դրա էֆեկտը չտեսնել, ինչ մի հատ ուղակի մի փոքր գործ, մի փոքր լավություն, մի փոքր բարի բան անես այդ մարդու համար։ Եվ դա ավելի նրա սրտին կկպնի, քանց թե որ, գիտես, ժամերով, օրերով մարդուն քարոզես Հիսուսի մասին։ Իհարկե, որ քարոզչությունը շատ կարևոր է, ես այստեղ չեմ չեղարկում են մյուսը, բայց ես ասում եմ, որ շատ ժամանակ մեր գործերը շատ ավելի են խոսում, քան թե մեր խոսքերը։ Ամեն։ Ավելի ճիշտ մեր գործերը հաստատում են այն ինչի մասին, որ մենք խոսում ենք։ Մեր գործերը կոնկրետ ցույց են տալիս նրան, ում մասին, որ մենք խոսում ենք։ Ամեն։ Կտեսնեն ձեր գործերը եւ կփառավորեն Հորը։ Այսինքն ձեր գործերի միջոցով մարդիկ կտեսնեն Հորը։ Մարդիկ կհասկանան, թե որքան իրական է Աստված։ Մարդիկ կհասկանան, թե իրականում ինչ մեծ սեր ունի Աստված, ինչքան հոգատար է Աստված, ինչքան բարի եւ ինչքան ողորմած է Աստված։ Հալելույա։ Եվ այսօր եկեղեցին նույնպես սիրելիներ, ես հավատում եմ, որ պիտի մենք ավելի առաջանանք, իհարկե ես գիտեմ, ես վստահ եմ, որ մենք ունենք բարի գործեր, եւ անհատապես, եւ որպես եկեղեցի, ես գիտեմ, որ մենք ունենք, բայց միշտ կա ավելին, ամեն, միշտ կա ավելին, սիրելիներս, երբեք չպետք է գանք ինչ-որ մի տեղ եւ սահմանափակվենք, հասնենք ինչ-որ մի բանի եւ սահմանափակվենք, ընդհանրապես կյանքում, երբ որ մարդը սահմանափակվում է, դա լավ նշան չի։ Աստված մարդուն կանչել է պրոգրեսի, Աստված մարդուն կանչել է փառքից փառք, զորությունից զորություն, առաջադիմելու։ Ես չեմ խոսում ագահության մասին, ես չեմ խոսում շնորհակալություն, շնորհակալ չլինելու մասին։
Բայց կան կյանքում ոլորտներ, որ դու չպետք է բավարարվես ու կանգ առնես։ Ամեն։ Հատկապես հոգևոր բաների մեջ։ Երբ որ ինչ-որ մի բան արդեն կա քո կյանքում, Աստված ուզում է ինձ ու քեզ ասի, որ միշտ կա ավելին։ Ամեն։ Մենք կարող ենք ավելին անել, որովհետև մեր Աստվածը ինքը մեծ Աստված է։ Մեր Աստվածը անսահմանափակ Աստված է։ Մեր Աստվածը անծայրածիր, անսկիզբ ու անվերջ Աստված է, սիրելիներ։ Այսինքն նրանով մենք միշտ ավելին կարող ենք։ Հալելույա։ Հիսուսի գութը շարժվում էր։ Հիսուսի գութը շարժվում էր եւ թող Աստված իրականում մեր սրտերը նույնպես արթնացնի, մեր սրտերը նորոգի, մեր սրտերում այդ գութը ավելացնի, որպեսզի եկեղեցին իմ փափագն է նույնպես, որ եկեղեցին ունենա ավելի շատ գործեր, սիրելիս, եւ անհատապես եւ որպես եկեղեցի, որովհետեւ մենք աշխարհի լույսն ենք։ Մենք աշխարհի լույսն ենք եւ Հիսուսն ասեց լույսը թաքուն ու ծածուկ տեղ չեն դնում, սեղանի տակ չեն դնում, որ չերևա, այլ դնում են բարձր, երևացող տեղ, որպեսզի երևա, տեսնեն, մարդիկ նկատեն, եւ նա խոսում էր, հենց անմիջապես սրանից հետո է, որ Հիսուսն ասում է, եւ ձեր բարի գործերը կտեսնեն ու կփառավորեն Հորը, եւ դրանից առաջ խոսում է լույս եւ աղ լինելու մասին։ Տերն ուզում է, որպեսզի մենք լույս եւ աղ լինենք մեր բարի գործերով։ Հալելույա։ Եվ ավետարանը նույնպես քարոզենք գործերով, որտեվ կարող ենք ավետարանը խոսքով քարոզել, շուրթերով քարոզել, հրապարակներում քարոզել, եկեղեցում, բեմերում քարոզել, բայց կարող ենք ավետարանը նույնպես մեր գործերով քարոզել։ Հալելույա։ Եվ որի կարիքը որ շատ կա այսօր, ավելի շատ քան խոսքի քարոզչությունը։ Այսօր գիտեք, այնքան շատ է խոսքի քարոզչությունը, ինտերնետի միջոցով հատկապես, այնքան շատ է խոսքի քարոզչությունը։ Ես երբեմն տեսնում եմ անգամ, գիտեք, ինտերնետով, որ մարդիկ դուրս են գալիս հրապարակները, միկրոֆոնով գոռում են, ինչ որ ավետարանում են Աստծո խոսքը։ Անձամբ ես հարց եմ տալիս ինձ, ինչքանով է դա օգուտ տալիս, ինչքանով են մարդիկ լսում, ընդունում, վերցնում դա։ Գիտեք, այսօր այնքան շատ է ավետարանը քարոզվում։ Հերիքա, ես մտածում եմ, որ չկա երևի տենց ինտերնետ ունեցող մարդ աշխարհի վրա, որ իր հեռախոսի մեջ գոնե մի հատ փուճուր վիդեոռոլիկ, ինչ որ մի կարճ բան չլսի Աստվածաշնչից։ Բոլորն են հանդիպում, բոլորն են լսում, խոսքի առատություն ու լեցունությունը։ Այսինքն այնպես չի, որ մարդիկ տեղյակ չեն, չգիտեն, հնարավորություն չունեն Աստծո խոսքը լսելու, հանդիպելու, դրա պակասը ու դիֆիցիտը չկա, ավելի շատ կա պակաս, որ եկեղեցին ցույց տա բարի գործերով այդ ավետարանը, որը որ ինքը քարոզում է։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Եկեք միտեղ էլ կարդամ եւ միասին աղոթք անենք։ Քարոզի վերջում, հա, Գայան Քուրչյան։ Մեկին ասա թող հիշի, քարոզի վերջում։ Եկեք միտեղ կարդամ։ Հիմա որ պատասխանեմ, ես է քարոզս եմ մոռանալու։ Արդեն մոռա։ Եկեք հայտնության գրքից կարդանք միտեղ։ Հայտնություն 22:12-ը։ 22:12-ը։ Հալելույա, հալելույա, հայտնություն 22:12։
Հալելույա։ Կամ 11-ից կարանք կարդանք։ Չէ, լավ, եկեք 12-ը։ Հայտնություն 22:12 Հիսուսի խոսքերն է։ Եվ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբը եւ վերջը, առաջինը եւ վերջինը։ Եվ ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի։ Հալելույա։ Ես ասացի, որ Աստված ունի հատուցում, Աստված ունի վարձք մեր գործերի համար։ Եվ Եբրայեցիս թուղթն ասում է Աստված անիրավ չի, որ ձեր գործերը մոռանա։ Եվ Հիսուսը հաստատում է հայտնության վերջի, այսինքն Աստվածաշնչի վերջին գրքի վերջին գլուխն է եւ վերջին խոսքերն են։ Հիսուսն ասում է, ահա շուտով գալիս եմ եւ իմ վարձքը ինձ հետ է, որպիսի հատուցանեմ ամեն մեկին իր գործերի համեմատ։ Հալելույա։ Եվ երբ որ այս հայտնության գրքի սկզբում Հիսուսը խոսում է այն 7 եկեղեցիներին, գիտես 7-ին էլ մեկ բան կա, որ 7-ին էլ ասում է։ Երբ որ սկսում է իր խոսքը, ասում է գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո գործերը։ Գիտեմ քո գործերը։ 7 եկեղեցուն էլ այս խոսքը բոլորին է ասում։ Կան խոսքեր, որ ամեն մեկին ուրիշ բաներ է ասում, բայց մի խոսք կա, որ 7-ին էլ ասում է։ Եվ հենց այս խոսքն է. գիտեմ քո գործերը։ Այսինքն Աստված ուշադրություն է դարձնում մեր գործերին, որքան էլ որ գործերը փրկության հետ կապ չունեն, փրկությունը Աստված նվեր է, պարգև է տվել, բայց Տիրոջ առաջ շատ կարևոր են, կարևորություն է տալիս Աստված մեր գործերին։ Ամեն։ Հալելույա։ Ես հավատում եմ, եկեք կանգնենք աղոթքի։ Ես հավատում եմ, սիրելի Աստծո ժողովուրդ, որ Աստված ուզում է իր լույսը ավելի ուժեղ արձակի մեր միջոցով, անհատապես եւ որպես եկեղեցի։ Աստված ուզում է իր լույսը արձակի մեր միջոցով։ Ամեն։ Մենք աղոթում ենք փրկության, ազգերի փրկության, հայերի փրկության, մենք աղոթում ենք արթնության համար եւ հրաշալի այս ամենը, բայց նույնպես արթնությունը սկսվում է գործերի միջոցով։ Եվ ես հավատում եմ, որ մեր եկեղեցին կանչված է նույնպես ավելի մեծ գործեր անելու, ավելի շատ գործեր անելու, քան որ մինչև հիմա արել ենք եւ անում ենք, փառք ենք տալիս Տիրոջը այն բոլոր հնարավորության համար, եւ այն սրտի համար, որ Տերը մեզ տվել է, մինչև հիմա անելու այն ինչ որ արել ենք Աստծո արքայության համար, Աստծո գործի համար, բայց մենք չենք ուզում բավարարվենք դրանով, մենք չենք ուզում կշտանանք դրանով, ամեն, մենք ուզում ենք առաջ գնանք։ Պողոս առաքյալը ասում էր ամեն հետին բաները մոռանում եմ, մի կողմ եմ դնում եւ առջև եմ նայում եւ դեպի առաջ եմ գնում։ Եվ գիտեք Պողոսը հետևում ինչեր ուներ։ Պողոսը հետևում ուներ տասնյակ եկեղեցիներ, որ ինքն էր հիմնադրել, ուներ, չգիտեմ, հարյուրավոր հիվանդներ, որոնց ինքն էր բժշկե, ուներ հազարավոր մարդիկ, որոնք իր միջոցով էին ապաշխարել, ուներ մի քանի հարություն տված մեռելներ, ուներ տենց լուրջ բաներ, բայց ասում եմ ես հետևի բաները մոռանալով առաջ եմ գնում։ Եվ ես հավատում եմ, որ այն ինչ որ մենք արել ենք, ասում ենք փառք Տիրոջը, բայց մենք ուզում ենք առաջ գնանք եւ ավելի մեծ բաներ անենք։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Ես հավատում եմ, որ Աստված մեզ համար դռներ կբացի, սիրելիներ։ Հիվանդանոցներ գնալու, դռներ կբացի ծերանոցներ, դռներ կբացի բանտեր գնալու, դռներ կբացի սովածներին կերակրելու եւ դռներ կբացի շատ զորավոր գործեր անելու Աստծո փառքի համար։ Հալելույա։ Եվ դրա համար նաեւ ուզում եմ կոչ անեմ, երբ որ լսում եք մարդիկ
ովքեր որ հիվանդանոցում են, աղոթքի կարիք ունեն, հուսահատության մեջ են, անտարբեր չլինենք սիրելիներս, ամեն, անգամ եթե մեզ անծանոթ է, եթե թույլ կտան, եթե դուռ կբացվի, մենք կարող ենք գնալ հիվանդանոցները, այցելել, աղոթել, քաջալերել, բարձրացնել այդ մարդկանց, ամեն, դուք կարող եք ինքներդ գնալ, կարող եք ինձ տեղեկացնել, մեր ավակներին և այսպես միասին կարող ենք այս գործը անել, ամեն, հալելույա, որովհետև մարդիկ կարիք ունեն Աստծո ժողովրդի եկեղեցու լույսը տեսնելու, այո, ոչ թե մենակ այս պատերի մեջ, մենք երբեմն փորձում ենք մարդկանց բերենք այստեղ, որպեսզի այստեղ իրանց ցույց տանք Աստծո փառքը, սա էլ է լավ, բայց ավելի շատ եկեղեցին կանչված է պատերից ինքը դուրս գնա և դրսում ցույց տա Աստծո փառքը, ամեն, դրսում, որտեղ որ կարիքավորներ կան, որտեղ որ սոված մարդիկ կան, որտեղ որ լքված մարդիկ կան, որտեղ որ կոտրված մարդիկ կան, միայնակ մարդիկ կան, բռնված մարդիկ կան, անհույս մարդիկ կան, ինչքան տարբեր տեսակի մարդիկ կան, որոնք որ կարիք ունեն տեսնելու մեր բարի գործերը, հալելույա, և թող Աստված իմ ու քո սիրտը լցնի այդ գթությունով, այդ գութով, այդ ողորմությունով, որպեսզի մենք անտարբեր չլինենք, հալելույա, որպեսզի մենք ոչ թե միայն անտարբեր չլինենք, այլ աղոթենք այս ուղղությամբ և ասենք Տեր ուղարկիր ինձ այնտեղ որտեղ որ քո կարիքը կա, գիտես սիրելիս ասեմ մի բան, շատերի համար այն Քրիստոսը, այն միակ Քրիստոսը, որ կարող է մարդը տեսնել, դա դու ես լինելու, այն Քրիստոսը, որ ինքը կկարողանա տեսնել, դա դու ես լինելու, ինքը քո մեջ է տեսնելու այդ Քրիստոսի սերը, ամեն, երբ որ մենք մարդկանց ասում ենք Քրիստոսը սիրում է, զոհվել է քո համար, կյանքն է դրել քո համար և տարբեր բաներ, շատերի համար դա կարող է հեքիաթի նման թվա, բայց ինքը քո մեջ, ես ունեմ, դու ունես հնարավորություն այդ Քրիստոսին ցույց տալու իրան, ամեն, այդ Քրիստոսի զոհաբերությունը, սերը, հոգատարությունը, մարդիկ Աստված ուզում է, որ մեր մեջ տեսնեն Քրիստոսին, մենք ենք Քրիստոսները, քրիստոնյա նշանակում է Քրիստոսի նման, Քրիստոսի հետևորդ, Քրիստոսին ցույց տվող մեկը, հալելույա, հալելույա, պատկերացնում եք, ես մենք ենք Քրիստոսները կտրեն ու կցեն առանցին, ասեն ես ժողովուրդը շեղվել են, հալելույա, եկեք աղոթենք և խնդրենք, որ իրոք Աստված մեր սրտերը լցնի երկնքի գութով, իր սրտի փափագով լցնի մեր սրտերը, Հայր իմ Աստված շնորհակալ ենք, օրհնում ենք քո անունը Տեր, փառք ենք տալիս քեզ, Տեր Հիսուս դու մեզ սովորեցրեցիր լինել գթառատ, դու մեզ սովորեցրեցիր լինել ողորմած, դու մեզ պատվիրեցիր ու ասեցիր եղեք ողորմած ինչպես երկնային Հայրը ձեր ողորմած է և դու քո կյանքով, քո ծառայությունով ցույց տվեցիր այդ գթությունը, որը ուղղված էր դեպի մարդկանց, որը ուղղված էր կարիքավորին, որը ուղղված էր այն գութը, որը ուղղված էր անարգվածներին, որը ուղղված էր առհամազվածներին, լքվածներին, միայնակներին, սովածներին, Տեր իմ Աստված, դու մեզ սովորացնում ես հիմա լինել քեզպես գթառատ և գթությունով լցված, և ես աղոթում եմ, որ մեր գութը Տեր, մեր ներսը, մեր սրտերը չլինեն խստացած, կարծրացած, ես աղոթում եմ Հայր, որպեսզի մեր գութը արթնացնես Տեր, որպեսզի մենք քեզ նմանվենք, այդ բնավորության գծով, այդ գենով, մենք Տեր քեզ նմանվենք լինելով գթառատ և ողորմած, և թող եկեղեցին Տեր լինի պտղաբեր, և թող եկեղեցին լինի
բարի գործերով զարդարված Տեր իմ Աստված, թող եկեղեցին քարոզի իր ավետարանը ոչ միայն խոսքով Տեր, այլ եկեղեցին քարոզի ավետարանը հատկապես գործերով Տեր իմ Աստված։ Ես աղոթում եմ Հայր, որպեսզի ամեն մեկին այստեղ արթնացնես Տեր, որպեսզի մենք չնայենք միայն մեր կարիքներին, այլ մենք կարողանանք մեր գութը ավելի լայն լինի, ավելի հեռուն տեսնելու, ավելի լայն տեսնելու Տեր, եւ մենք կարողանանք պատասխան լինենք եւ օգնության ձեռք լինենք Տեր, հույսի ձեռք լինենք Տեր, մարդկանց կյանքերի մեջ Հայր, Հիսուսի անունով մենք խնդրում ենք Տեր, բացիր դռներ Տեր, բացիր դռներ Տեր, այնտեղ որտեղ որ մարդիկ կարիք ունեն կենթանի Քրիստոսին տեսնելու, թող որ ամեն մեկ այստեղ անհատապես եւ որպես եկեղեցի թող մենք լինենք այն մարդիկ, որոնց մեջ որ շատերը կտեսնեն կենթանի Քրիստոսին։ Հայր, ես աղոթում եմ, որ մեզ ուղարկես, որ մեզ դռներ բացես Տեր, լինելու այնտեղ, որտեղ որ քո կարիքը կա Տեր, ցույց տալու այն բարի գործերը այնտեղ, որտեղ որ դրա կարիքը կա, եւ այդ բարի գործերով քո լույսը տարածելու ազգերի մեջ Տեր իմ Աստված, մարդկանց կյանքերի եւ ընտանիքների մեջ Տեր, Հիսուս Քրիստոսի անունով Հայր, հալելույա Տեր, օրհնիր քո ժողովուրդը եւ բարձրացրա եկեղեցին Տեր, լույս լինելու այս քաղաքի մեջ Տեր, լույս լինելու հիվանդանոցներում Տեր, ծերանոցներում, բանտերում Տեր, տարբեր տներում Տեր, կարիքավորների համար Տեր իմ Աստված, այնտեղ որտեղ որ սպասում են քեզ, այնտեղ որտեղ որ դու կարող ես քեզ հայտնել Տեր, հալելույա Տեր, թող եկեղեցին լինի այդ արդարության գործիքը քո ձեռքերի մեջ, որին որ դու կօգտագործես քո անունի համար Տեր, հալելույա Հայր, փառք ես Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, օրհնիր քո եկեղեցին, բարձրացրու Տեր, թող քո լույսը ավելի լուսափայլի Տեր իմ Աստված, թող քո լույսը ավելի պայծառանա մեր միջոցով Տեր, որպեսզի քո անունը ավելի բարձր փառավորվի, ավելի հզոր ձևով փառավորվի Տեր, այս քաղաքի մեջ Տեր, եւ այս երկրի մեջ Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում ենք քեզ, սիրում ենք քեզ եւ փառք ենք տալիս քեզ, որ դու քո բարությունը դրել ես մեր մեջ Տեր, որ մենք մեզանից կարող չենք տանելու, բայց դա քո շնորհքն է, բայց դա քո միտքն է, քո սիրտն է, քո հատկանիշներն է, որ դու դնում ես մեր մեջ Տեր, տեսնելու դիմացինի կարիքը եւ ձեռք մեկնելու, շնորհակալ ենք Տեր, օրհնյալ լինի քո անունը, փառք ես, որ դու ես այն որդը Տեր, որին որ մենք կպած ենք որպես ճյուղեր եւ միայն քեզ կպնելով մենք կարող ենք բարի պտուղներ տալ, շնորհակալ ենք Հիսուս, թող քո անունը փառավորվի Հայր, օրհնիր եկեղեցին եւ ամեն մեկին Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, Տերը թող օրհնի եւ զորացնի սիրելիներս, ես հավատում եմ, որ այս խոսքը մենք գործի ենք դնելու, ամեն, հալելույա, փառք Տիրոջը, եղեք օրհնված եւ օրհնված ու հաղթական շաբաթ ամեն մեկիդ, Հիսուսի անունով։